7 տարի այդ սերիալի սցենարները գրում եք, հետո էլ ասում եք, թե ինչ են մարդիկ անլուրջ վերաբերում էլի տարբեր հրապարակումներին։ 7 տարի ես կարդում եմ մամուլը, սենց կարդում եմ ոնց որ սերիալ լինի, օ այսօր ինչ եմ արել, այսօր ինչ եղավ, օ այս հիմա էլ ինձ պետք է զոհաբերեն։ Սեպտեմբերի 15-ին քաղաքապետ Տիգրան Ավինյանը մամուլի ասուլիս տվեց, որի ընթացքում խոսեց նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ-ի) մասին։ Ավինյանը եղել է ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը 4 տարի և ֆոնդի գործունեությունը բավական արդյունավետ գնահատեց։ Ֆոնդի նախին ղեկավարը նեղսրտելով իր անձի շուրջ ստեղծված սերիալներից որոշ պնդումներ արեց, որոնք փաստական հիմք չունեն։ ԱՆԻՖ-ը ձեռնարկատեր պլյուս պետություն հակաճգնաժամային ներդրումներ անունով ֆոնդ էր ստեղծել, որը ներդրումներ էր կատարում մասնավոր ընկերություններում և դառնում դրանց բաժնետեր։ Այս ընկերություններից մեկը CFW-ն էր, որի տնօրենը Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է։ ԱՆԻՖ-ին ենթակա ֆոնդը 2023 թվականի մայիսին այստեղ ներդրել է ավելի քան 1.5 միլիարդ դրամ։ Ըստ ԱՆԻՖ-ի ներկա ղեկավարության CFW-ն պետք է կրթեր կիբերանվտանգության ոլորտի մասնագետների, որոնք հետագայում պետք է ծառայություններ մատուցեին տեղական եւ արտասահմանյան շուկաներում։ Ձեռնարկատեր պլյուս պետություն հակաճգնաժամային ներդրումներ ֆոնդը CFW-ում ներդրումը կատարել է ընկերության հիմնադրվելուց ընդամենը 8 օր անց 2023 թվականի մայիսին։ Ինչ վերաբերում է ղեկավարին, ԱՆԻՖ-ի այդ ծրագրի ղեկավարին, Կարինեին Անդրեասյան։ Կարինեին Անդրեասյան դա իր հետ ես ծանոթացել եմ այդ տարի։ Իմ կինը Կարինեի հետ Անդրեասյան ծանոթացել է հենց այդ տարի։ Այսինքն հենց այդ նույն տարվա մասին է խոսքը, երբ որ ինքը նշանակվել է ԱՆԻՖ-ի ծրագրի ղեկավար։ Ավինյանի այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Նրա կինը շատ ավելի վաղուց է ճանաչում Կարինե Անդրեասյանին։ Ավելին, նրանք ընկերուհիներ են։ Քաղաքապետի այս հայտարարությունը հերկվում է նրա կնոջ Մարիամ Պահլավունու եւ Կարինե Անդրեասյանի համատեղ լուսանկարով, որն արվել է Փարիզում։ Լուսանկարը հրապարակվել է Instagram-ում 2022 թվականի հոկտեմբերին, այսինքն CFW-ի հիմնադրումից եւ ներդրում ստանալուց 7 ամիս առաջ։ Ավելին, Մարիամ Պահլավունին եւ Կարինե Անդրեասյանը 2021 թվականին հիմնել են համատեղ ընկերություն, որտեղ մինչ օրս համասեփականատեր են։ Սա նշանակում է, որ նրանք միմյանց ճանաչում են առնվազն 2021 թվականից։ Ասուլիսի ընթացքում Տիգրան Ավինյանը հայտարարեց, թե ինքն ու իր կինը Կարինե Անդրեասյանի հետ ծանոթացել են հենց այն տարի, երբ սկսվել է CFW-ի ծրագիրը, այսինքն 2023 թվականին։ Րոպեներ անց նա ինքն իրեն հերքեց ասելով, թե չի հիշում կինն ու Կարինե Անդրեասյանը երբ են դարձել բիզնես գործընկերներ։ Փոքր մի հատ գործունեության մասին է, որը նույնիսկ ես ինչքան գիտեմ ուզում են բան անեն, ավարտեն։ Այսինքն չեմ հիշում։ Ես անկեղծ չեմ հիշում։ Ես այս տրամաբանության դետալների մեջ երբեք չեմ խորացել, ինձ հետաքրքիր չի եղել, որովհետև ես գիտեմ, որ ես ներազդեցություն չեմ ունեցել այս process-ի նկատմամբ ու չէի կարող ունենալ։ Ավինյանի պնդումը, թե ինքը եւս Կարինե Անդրեասյանին ճանաչում է 2023 թվականից, խիստ կասկածելի է։ Բանն այն է, որ Կարինե Անդրեասյանը եղել է Ավինյանի գլխավորած ԱՆԻՖ-ի դուստր ընկերության Fly Arna-ի կոմերցիոն բաժնի տնօրենը դեռ 2022 թվականին։ Հայտնի է նաև, որ նա 2021-ից աշխատում է Air Arabia ավիաընկերությունում, որը ԱՆԻՖ-ի հետ հիմնադրել էր Fly Arna-ն։ Մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքապետ Ավինյանը անհիմն պնդումներ է արել նաև CFW-ի ծրագրին մամուլի անդրադարձի մասին։ Նա ասել է, թե ոչ մի լրատվամիջոց չի փորձել պարզել այս ծրագրի բուն էությունը։ Պատրաստվում էր 10 մասնագետ, 10 երեխա ուսանողներ, եթե չեմ սխալվում, տարբեր բուհերից, մի մասը ամերիկյանից, դրանք ռեալ մարդիկ են, ոչ մի լրատվական չփորձեց պարզի։ Իրականում այդ բուն ծրագրի էությունը եւ այսենց կներեք, բայց ջուր ծեծոցիների վրա ամբողջ հանրության ուշադրությունը սևեռվեց, որ չգիտեմ, բարեկամը ծանոթը խնամին ընկերը։ Հետքը CFW-ի մասին ուսումնասիրություն կատարելիս հարցումներ է ուղարկել Կարինե Անդրեասյանին, հայ մասնագետներին վերապատրաստող ամերիկյան Orbis ընկերությանը, ԱՆԻՖ-ի ներկա ղեկավարությանը, 1.5 միլիարդ դրամի ներդրումն իրականացրած ձեռնարկատեր պլյուս պետություն հակաճգնաժամային ներդրումներ հիմնադրամին, վարչապետ Փաշինյանին, պետական եկամուտների կոմիտե եւ Երևանի քաղաքապետարան։ Իրականում խոսքը ոչ թե 10 մասնագետի մասին է, ինչպես ասում է Ավինյանը, այլ 13 հոգու։ Այս երիտասարդ մասնագետները մենթորություն էին ստանում միջազգային առաջատար փորձագետներից, ապահովելով ոչ միայն գիտելիքի փոխանցում, այլև կայուն եւ ապագայի դիմացկուն մասնագիտական ներուժի ձևավորում։ Վերջնական տեսլականն էր Հայաստանում հիմնել գերազանցության կենտրոն, միջազգային ստանդարտներով կառուցված կազմակերպություն, որտեղ տաղանդավոր երիտասարդները հպարտությամբ կծառայեին իրենց երկրին առանց արտագաղթելու անհրաժեշտության։
Դա էկոհամակարգ ստեղծելու մասին էր, որը կպահպաներ եւ կուժեղացներ մեր լավագույն մտքերը ի սպաս ազգային անվտանգության։ Սակայն այս նախաձեռնության առաջընթացը լրջորեն խաթարվեց ԱՆԻՖ-ի ղեկավարության փոփոխությունների արդյունքում։ ԱՆԻՖ-ի ղեկավարության հեռացումը ուղղակիորեն ազդեց մեր գործունեության վրա։ CFW-ի մասին դրական արտահայտվող Տիգրան Ավինյանը սակայն խուսափում է կոնկրետ պատասխան տալ այդ ծրագրով կրթված մասնագետների ապագայի մասին հարցին։ 10 երիտասարդները, ովքեր որ ստացան այդ գումարը, ինչ որ կրթվեցին, ինչ որ կերպ մեր պետական համակարգում եւ կիբերանվտանգության համակարգում ներգրաված են այս պահին, թե ոչ։ Դա կարծում եմ ես իրավասու չեմ որևէ բան հրապարակելու։ Կարինե Անդրեասյանն այս տարի մեզ հայտնել էր, որ ծրագրի շրջանակներում պատրաստվել են կիբերանվտանգության ոլորտի 13 մասնագետներ, որոնցից 5-ը ամերիկյան Orbis ընկերության գնահատմամբ ունեն կիբերանվտանգության ոլորտում աստղ դառնալու հնարավորություն, սակայն նա չգիտի, թե այդ 13-ից քանիսն են շարունակում աշխատել կիբերանվտանգության ոլորտում։ Չունեմ ճշգրիտ տվյալներ, բայց գիտեմ, որ նրանցից շատերը շարունակում են իրենց կարիերան կիբերանվտանգության ոլորտում։ Ցավոք, որքան լսել եմ, որոշները հիմա աշխատում են մասնավոր կազմակերպություններում, ինչը միաժամանակ վկայում է մեր կերտած մասնագիտական որակի եւ ցավալիորեն պետականամետ ծրագրի ձախողման մասին։ CFW-ում 1.5 միլիարդ դրամ ներդրած ձեռնարկատեր պլյուս պետություն հակաճգնաժամային ներդրումներ ֆոնդը կառավարող պետական ընկերություն կա։ Սրա ներկայիս ղեկավար Մանուկ Խուդոյանը մեզ հայտնել է, որ CFW-ն ծառայությունները այդպես էլ չի մատուցել։ CFW Փակ բաժնետիրական ընկերության գործունեությունը ենթադրում էր կիբերանվտանգության ոլորտում խորհրդատվության ծառայությունների մատուցում։ Ըստ մեր տեղեկությունների, CFW-ն 2023 թվականից առ այսօր չի կնքել այդպիսի պայմանագրեր։ Մի կարևոր հանգամանք, եթե հայկական պետական ֆոնդը CFW-ում ներդրել է 1.5 միլիարդ դրամ գումարի տեսքով, ապա ամերիկյան Orbis-ը ոչ թե փող է ներդրել, այլ մտավոր սեփականության կամ software-ի օգտագործման իրավունք։ Այս ներդրումը գնահատվել է 1.6 միլիարդ դրամ։ Փաստորեն պետական միջոցներից ծախսվել է 1.5 միլիարդ դրամ, պատրաստվել է 13 մասնագետ, բայց ինչ է ստացել դրանից պետությունը։ Պատասխանը պարզ է։ Ոչինչ, իսկ իրավապահները եկել են այն եզրակացության, որ տեղի ունեցել փողերի լվացում։ Այս տարվա օգոստոսի 15-ին դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի, ձեռնարկատեր պլյուս պետություն հակաճգնաժամային ներդրումներ ֆոնդի կառավարիչ ընկերության նախկին տնօրեն Բելա Մանուկյանի եւ CFW-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ։ Կարինե Անդրեասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով փողեր լվանալու մեջ, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը։ ԱՆԻՖ-ին վերաբերող բավական մեծ քրեական վարույթով CFW-ի դրվագը առաջինն է, որով մեղադրյալներ են ի հայտ եկել, բայց սա տեղի ունեցել քրեական վարույթի նախաձեռնումից միայն 2 տարի անց։ Այս պահին պետությունն ակտիվ գործընթաց է սկսել մասնավոր ընկերություններում ներդրված պետական միջոցները վերադարձնելու համար։ Կառավարությունը տոկոսներ է հաշվարկել պետական ֆոնդի ներդրած գումարների վրա։ Օրինակ CFW-ի ստացած շուրջ 1.5 միլիարդ դրամի վրա հաշվարկել է 421 միլիոն դրամ կուտակված եկամուտ։ Եվ հիմա գործադիրը ցանկանում է CFW-ից յետ ստանալ իր փողը՝ 1 միլիարդ 960 միլիոն դրամը։ Դրա համար հայկական կողմը, այսինքն ներդրում կատարած պետական ֆոնդի կառավարիչ ընկերությունը, պետք է մյուս ներդրողին ամերիկյան Orbis-ին առաջարկի ձեռք բերել CFW-ում իր բաժնեմասը 49%-ը, վճարելով 1 միլիարդ 960 միլիոն դրամ։ Պարզ չէ, թե ինչ կլինի, եթե Orbis-ը հրաժարվի նման գործարքից։ Փաստորեն մի կողմից ունենք դրական գնահատական ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար Տիգրան Ավինյանից, մյուս կողմից էլ Ավինյանի քաղաքական վերադաս Նիկոլ Փաշինյանի գնահատականն է ԱՆԻՖ-ին, ձախողում եւ խայտարակություն։ Երրորդ կողմից կա քրեական վարույթ, որտեղ Ավինյանը վկա է, իսկ նրա շրջապատից 3 հոգի մեղադրյալ։ Բայց իշխող կուսակցության վարչության անդամը մի բանում վստահ է։ Բայց իրավական գործընթաց չկա ամեն դեպքում նման դատախազության հետ կապված ձեր ԱՆԻՖ-ի գործ Ոչ, այսինքն իմ հետ կապված նմանատիպ իրավական գործընթաց չկա եւ չի կարող լինել։